Ընդդիմությունն ձեզ նկատում եմ քաղաքացիական պայմանագրին, որ երբ որ իրենք առաջարկում էին բերել ցեղասպանությունը շփոթող օրենքի նախագիծ, դրանից հետո սկսվել է այդ միջադեպը, ասում են, որ լարվածություն կա այս օրերին։ Ընդդիմությունը ով որ տես բան ասում, սուտասանա, որովհետև քրեական օրենախ բոլոր սուտասանա իշխան Սաղաթելյանը եւ ոչ միայն սուտասանա, ես ցույց ասեմ հետեւյալը, նախ նման հոդված քրեական օրենսգրքում վաղուց կա։ Բարի գալուս նոր իրականություն է, ինչ աշխում մերը տարբեր է։ Քրեական նման հոդված կա, երկրորդը միջադեպը սկսվել է նրանից հետո, երբ որ ելույթի ժամանակ Դաշնակցության խմբակցության, արդեն Դաշնակցության խմբակցությունը, չէ՞ երևի, Դաշնակցության խմբակցության ներկայացուցիչների մեջ իրար մեջ խոսակցություններ գնում, ինչին ես արձագանքեցի, ասացի, ձեր մեջ դուք իրար հետ ինչ որ չլուծված հարց ունեք, ի պատասխան դրան պարոն Մինասյանը ասաց, ես էլ միկրոֆոնս կարամ միացնեմ եւ խոսեմ, բայց դա չեմ անում, դրանի պատասխան ես խնդրեցի պարոն Մինասյանը նստի, դրանի պատասխան Գառնիկ Դանիելյանը ասաց՝ մի նստի արծվիկ, որը իմ մոտ մի քիչ ծիծաղ առաջացրեց, ասացի դելա, որ ասում մի նստի, կամ դու վեր կանգնի, որից հետո ձեր նշած անձնավորությունը սկսեց այնտեղից բղավել, ինչին ի պատասխան ստացավ իր պատասխանը եւ տեղի ունեցավ այդ ընթարումը, որի ժամանակ այդ ձեր նշած անձնավորությունը հələ մի հատ էլ իր նստատեղից մի քիչ ենկոմ էր գնացել, կարևոր գործով նայում էր էսկոմենկոն, որ հանկարծակի այդ ընթարումը իրան որևիցե ձևով բան չանի, չհպվի, որևիցե ձևով։ Կռվից է վախենում։ Ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ սա կռվելու տեղ է կամ կռվի հետ կապված գլուխ գովալու տեղ է, բայց ասենք աչքիս առաջ այն տեսարանը եկավ, որ տենց արագ ոստում էր բանից դեպի Դաշնակցության գրասենյակ, որպեսզի ոստիկաններից փախնի։ Եկել ես, այդ ինչ պահված կա, ուզում հասկանամ, էլ չեմ ասում, գալիս կնոպկ են սխմում, փախնում են դահլիճից, գալիս են մի հատ է գոռում են, մտածում են պատասխան չեն ստանալու, իսկ այս ամեն ինչ արվում է նրա համար, որպեսզի վաղվա միջոցառմանը ավելի շատ մարդ գնա, հետո դրսից շատ այլ դաշնակցական ընկերներ են եկել, պետքա աշխատանք ցուցադրվի, պետքա ցույց տվի, թե որ իրավիճակը ինչ լարված է։ Տեսակ, որ որևիցե կապ, որևիցե բովանդակություն, որևիցե բան գոյություն չունի այդ ասացի հետ, սա հերթական սուտն է, հերթական մանիպուլյացիան է, որը լավ է, որովհետև մարդիկ շատ վաղուց այս ամեն ինչը հասկացել են ու զզվում են իրանցից, զզվում են այդ ստերից, ինֆորմացիան բաց է, ճշմարտությունը շատ լավ բոլորը գիտեն, շատ լավ է շարունակեն, թող շարունակեն։ Բայց անհարկի չէ, երբեմն ազգային ժողովի նախագահ ընդհատում падգամավորներին, այդ մասին շատ որ դուք կանոնակարգը խախտում եք, երբեմն ոչ ձեր լիազորությունների շրջանակում падգամավորներին, միջամտում եք հայտարարություններ եք։ Տեսեք, ազգային ժողովի նախագահի պարտականությունների մեջ մտնումը բնականոն աշխատանքը ապահովել։ Շատ հաճախ այդ բնականոն աշխատանքը ապահովելու համար պետքա տարբեր ձևերով իրավիճակը իջացնես լարվածությունը կամ հարվածը քո վրա վերցնես կամ ինչ որ ձևով այդ լարվածությունը ուղղորդես մեկ այլ ուղղությամբ եւ ներողություն եմ խնդրում, բայց տենց կողքից տենց ալիքները թերթելուց կամ որևիցե այլ գործով ձեռից զբաղվելով ինչ որ տենց գնահատական տալը ես չեմ արդարացնում, դա սխալ է։ Ես համարում եմ, որ իմ աշխատանքի շնորհիվ ազգային ժողովը ի հեճուկս այն կանխատեսումների, որը կային 4 տարի առաջ արդեն իսկ, որ ազգային ժողովը չի հաջողելու, որ նիստեր չեն կայանալու, ազգային ժողովը շատ լավ աշխատում է, ազգային ժողովի նիստերը շատ լավ տեղի են ունենում եւ ընդդիմության ամբողջ նպատակը իրանց գոյությունը դահլիճում արդարացնելն է։ Ախր դուք մոռանում եք, հիմա իրանց թվում է, որ մարդիկ են մոռանում, որ իրանք չասեցին, որ իրանք վերադառնում են իրանց օրակարգով։ Սեփական ինչքան ժամանակ անց է, խնդրում եմ, դուք գրեթե բոլորդ ընդդիմադիր լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներ կասեք 2 տարի անց, որն է այդ ընդդիմադիրների օրակարգը։ Չստացվեց, ֆիքս, չէ, օրակարգը որն իրանք ասացին մենք կբերենք ու իրանք կընդունեն, իրանց օրակարգը որն էր, եւ ինչա բերեցին, բայց Լուսինե ջան, նույնիսկ այդ իշխանապողության օրակարգով իրանք այն ամենաթեժ ժամանակահատվածին, երբ որ այո, անվստահության նախագիծ չէին բերել հայտարարության տեքստ։ Հիմա ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում։ Հիմա պարզա, որ պետքա արդարացվի իրանց դահլիճում լինել եւ այդ արդարացումը առավելևս ապրիլի 24-ի մոտակայքում այս ձևով է պետք անել, բայց զգուշացնում եմ,
զգուշացնում եմ, չափերը չանցնեն, պատասխանը տեղում է լինելու եւ պատասխանը լինելու է ընտրության միջոցով, պատասխանը լինելու է վերաբերմունքի միջոցով եւ արձագանքների միջոցով։ Ձեր ասածներն է, որ իրենք չեն ուզում, դուք գնաք, իշխանափոխություն չեն ուզում։ Չէ, իրանք ոչ թե չեն ուզում մենք գնանք, իրանք չեն ուզում իշխանություն վերցնեն եւ իրանք որտեղ գիտակցում են, որ իրանք դա չեն կարող անել, նախ չեն ընտրվի, իրանք գիտեն, այս հիմա իրար մեջ այդ ճակերտավոր գզվրտոցը, հա, ներողություն եմ խնդրում այդ բառի համար, որովհետեւ մեկին չեմ ուզում վիրավորել, հա, այդ վեճը, այդ բանավեճը, որ կա գոյությունն է, այդ ինչի մասին է։ Այս ամեն ինչը ես ելույթի ժամանակ ասի, հաջորդ ցուցակում հայտնվելու, հաջորդ ցուցակներում հայտնվելու մրցույթը ընդդիմադիր սկսված է, բացված է։ Այսինքն հիմա պետք է ցույց տան, որ իրանք չես տեսնում, որ դուրս են գալի падգամավորներ կան, որ մի կեն այս բանից են խոսում, չես հասկանում, ինչի համար ասում, ում համար ասում, ոչ, ես 10 հատ ելույթ եմ ունեցել, բա ես հարցեր եմ տվել, բա ես պետք է մասնակցեմ, կամ այդ ուղղությունով ջղայնացել ա վրաները ասել ախի չեկեցում նիստերի, բա որ հարց բարձրանա բան մանդատից զրկելու, կամ եթե դա էլ տեղի չի ունեցել, առնվազն աշխատավարձ ստանալու համար եւ նիստի չգալու համար, գալ կոճակը սխմել եւ տեսեք, օրվա մեջ կարող լինի 2 անգամ գրանցում, դահլիճում չլնեն, հենց ասում գրանցում է որպեսի, բայց sense կգան sense կսխվում է sense կամազ դուրս են։ Բայց արդար չեք, որովհետև նախկինում նախորդ նստաշրջանում, երբ որ չէին մասնակցում նիստերին, դուք իրենց բացակայությունների համար իրենց արդեն հարցն էիք բարձրացնում падգամավորական մանդատից զրկելու։ Հիմա գալիս են գոնե կնոպկան սեղմում են, որ ներկա ստանան, այդ բանից չզրկեք։ Լավ, ուզում եմ հասկանամ, բայց սկզբունքայնություն պետք է լինի, թե չպետք է լինի։ Հիմա մենք դուրս են գալի փողոցային պայքար, հիմա մենք վերադառնում ենք դահլիճ մեր սեփական օրակարգով, հիմա մենք մասնակցում ենք ընտրություն բաներին, նիստերին, բայց դահլիճում չենք կլնում, լավ, գալիս ենք, բայց հարց ու պատասխանին չեն գալիս, բայց այս ինչ է, ուզում ասեմ, իրանք կներեք, էլի ինձ միշտ հետաքրքիր, հիմա որ գնան ընտրությունների, նոր ընտրությունների ժամանակ, գնալու են ասել են մեզ ընտրեք, բայց մենք դահլիճ չենք գետալու, եթե ընդդիմություն լինեն, հա? Ընտրեն իշխանության համար։ Այսինքն դուք նեղում եք, որ չի հաջողում Նիկոլ Փաշինյանն հեռացնել ընդդիմության կողմից, ձեր խնդիրը Նիկոլ Փաշինյանն հեռացնելն է, որը չի հաջողում ընդդիմությանը։ Չէ, մեր խնդիրը այն է, որ մենք նորմալ ընդդիմություն չունենք, որտեղ իշխանությունը, որը որ նորմալ ընդդիմություն չունի, խնդրեմ է, վատ է։ Այդ լճացումը եւ դա խնդիրները առաջացնում հենց իշխանության ներսում նորմալ ընդդիմությունը լինի քննադատը։ Ձեր պատկերացրած միշտ ասում եք նորմալ ընդդիմությունը ո՞րն է, ինչ պիտի անի։ Որ կա աշխատի, հենց հարցադրումները։ Լինում է, ոչ, եղել է նույնիսկ այս գումարման ժամանակ, նախ եթե անենք այն 2 տարին, որ չեն եկել, ու այն 1.5 տարին, որ ապարատ գալիս են, ու այն կես տարին, որ հանձնաժողովների ղեկավարների եւ ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը չեն վերցել, նույնիսկ այս պարագայում եղել է բան, որ առաջարկել են եւ մենք ընդունել ենք եւ իրանք էլ են արձանագրել։ Չէ, տենց չի, եւ եթե նայեք ստատիստիկան, տենց չի։